Այսօր լուսադեմին Իսրայելի ռազմածովային ուժերը միջազգային ջրերում Գազայի ափերից մոտ 220 կիլոմետր հեռավորության վրա կալանել են Ազատության նավախմբի կոալիցիայի 3 նավ։ Նավերը Գազայի հիվանդանոցների համար տեղափոխում էին ավելի քան $110,000 բժշկական պարագաներ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են իսրայելական ռազմանավերը շրջապատում նավերից մեկը, միանում են ազդանշանները, որից հետո զինվորները բարձրանում են տախտակամած եւ վնասում տեսախցիկները։ Իսրայելական օկուպացիան եւս մեկ անգամ ռազմական հանցագործություն է կատարում միջազգային ջրերում։ Մենք չենք կանգնելու, ցեղասպանությունը պետք է դադարեցվի, իսկ շրջափակումը վերացվի, հայտարարել է Գազայի շրջափակման վերացման միջազգային կոմիտեն։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նավերն ու ուղևորները տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ եւ ակնկալվում է, որ շուտով կարտաքսվեն։ Անցած շաբաթ Իսրայելը կալանել էր մեկ այլ համաշխարհային Սումուդ նավախումբը կազմված 42 նավից։ Հաղորդվում էր, որ ձերբակալվել են եվրոպացի մի շարք ակտիվիստներ, այդ թվում Գրետա Թունբերգը։ Պաղեստինի արտգործնախարարությունը միջադեպը որակել է միջազգային իրավունքի խախտում։